Այսօր վաղ առավոտյան կոռուպցիոն հերթական սկանդալի մասին է ահազանգել բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նա բեռնատարով թիթեղներ է բերել քաղաքապետարան եւ ակցիան անվանել կոռուպցիայի հանձնում-ընդունում։ Ակտիվիստը պնդում է, որ քաղաքապետարանն իր անունով տանիքի թիթեղներ է դուրս գրել առանց իր իմացության։ Ըստ Չախոյանի, Երևանի քաղաքապետարանը մի փաստաթուղթ է հրապարակել, թե ինքը դիմել է քաղաքապետարան իր շենքի տանիքը վերանորոգելու խնդրանքով եւ շինանյութ է ստացել։ Դա Երևանի քաղաքապետարանի ճակերտավոր ասած կազմած ցուցակն է, որ իբրև թե ես Արթուր Չախոյանս հայտ էի ներկայացրել շինանյութի տանիքը նորոգելու համար, ինչը որ բնավ նման բան չի ելել, այսինքն սուտ կեղծիկ փաստաթուղթ են կազմել իմ անունով, որ փող եւ շինանյութ դուրս գրան։ Շաբաթ օրն է Արթուր Չախոյանը Երևանի քաղաքապետարանից ստացել իր իբրև թե խնդրած տանիքի թիթեղները։ Եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, ժողովուրդ ջան, որ Երևանի քաղաքապետարանին հանձնեմ իրանցից կոռուպցիան։ Երևանի քաղաքապետարանը գումար է հատկացրել այն տանիքի համար, որը նորոգել է իր սեփական միջոցներով, վստահեցնում է Արթուր Չախոյանը։ Ես ապրում եմ բազմաբնակարան շենքի վերջի հարկում։ Ես տանիքի հետ խնդիր ունեմ։ Ես իմ տանիքը վերանորոգել եմ իմ ֆինանսական միջոցներով։ Երևանի քաղաքապետարանը փաստացի դուրս է գալի, տեսել է, որ իմ տանիքը նորոգած է, լավ վիճակում է, բռնել են, փող են դուրս գրել իմ տանիքի վրա եւ շինանյութ են գնել։ Հիմա իմ տանիքը, քանի որ եղած է նորոգած, ես Երևանի քաղաքապետարան չեմ դիմել, որ իմ տանիքը նորոգեն, բայց իրանք ինչ-որ ֆեյք կեղծ փաստաթղթերի կեղծում են արել, որ իբրև թե Չախոյանը դիմել է, բայց Չախոյանը չի դիմել։ Արթուր Չախոյանը նկատում է, Երևանի քաղաքապետարանն այնքան է ձգձգում տանիքների վերանորոգումը, որ քաղաքացիները ստիպված սեփական միջոցներով են նորոգում։ Մարդիկ ստիպված գնում են իրենց սեփական միջոցներով որոշ դեպքերում, իրենց տանիքները նորոգում են, իսկ Երևանի քաղաքապետարանի կոռուպացված խելոքները գնում են այդ տանիքների վրա գումարներ են դուրս գրում։ Ակտիվիստը զգուշացնում է, սա միակ դեպքը չէ, պարզապես մյուս սխեմաները դեռ չեն բացահայտվել։ Իրանք այսպես ուղղակի փողեր են դուրս գրում եւ առ երևույթ փաստացի դուրս է գալի 12 վարչական շրջանում, պատկերացեք նման քանի դեպքեր կարող են լինել, քանի տարիներ ընթացքում։ Արդեն գնված թիթեղներն Արթուր Չախոյանը ոչ գողանալու է, ոչ էլ վաճառելու, ասում է, քաղաքապետարանի թալանն է վերադարձնում քաղաքապետարանին։ Ես ամեն ինչը տեսաձայնագրել եմ, թե ոնց եմ գնում Երևանի քաղաքապետարանից շինանյութը վեկալում, չեն կարող ասեն Չախոյանը առել է, գողացել է, հենց իրանցից են վեկալել եւ պաշտոնյաները տեղյակ են, այսինքն իրանք գողությունով են զբաղված։ Թալանում են երևանցիների հասանելիքը։ Բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանը հորդորում է ժողովրդին հետևություններ անել։ Դուրս է գալի, որ մարդիկ, որ կարիք ունեն իրենց տանիքը նորոգելու, Երևանի քաղաքապետարանը ուղղակի չի նորոգում, մերժում է։ Չախոյանը հույս ունի, որ կոռուպցիոն սկանդալից փրկված շինանյութը կհասնի նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։ Այլ ոչ թե տանեն իրանց, չգիտեմ, ջեբերը կամ տանեն ծախեն։ Ըստ Չախոյանի, փաստաթղթային կեղծիքի համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել է մոտ 500,000 դրամի շինանյութ։ Մարիամ Ամիրջանյան, Նորեր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։